Ինչ շատ են հարցնում հաջողակ մարդիկ ովքեր են իրականում կոդերը, թվաբանության հետ կապված, կարող եմ ասել, որ վեցերը իրենք բավականին հաջողակ մարդիկ են, որովհետև վեցը ինքը վիբրացիան բավականին հաջող թիվ է, բայց մի հետաքրքիր բան կա, ուրեմ, ում թվերի մեջ կա 9, իրանք էլ են բավականին հաջողակ, որովհետև 9-ների մեջ այնպիսի մարդիկ են, ովքեր որ հաճախակի կարող են մարդկանց գլխի վրայով անցնել, որպեսզի ստանան այն, ինչ իրենց պետք է, որովհետև իրենք դնում են նպատակներ և գնում են իրենց նպատակների հետևից, հաճախակի մարդկանց գլխի վրայով անցնելով։ Կցանկանայի նաև ասել, որ 9-ները, եթե բիզնես ունեն, բիզնեսում իրենց մոտ կարող է ամեն ինչ կարգին լինել, և ուզում եմ մի փոքր 12 թվանշանից խոսել, որը ինձ մոտ բավականին շատ մարդիկ են դիմել և ես դա նկատել եմ իրենց ասել եմ 12 թվի ներկոծնված մարդիկ, ընդհանրապես դուք խալյավա եք սիրում, դրա համար էլ ձեր կյանքում շատ աղքատ եք մնում վերջում, դրա համար ֆինանսների հոսքը ձեզ չի սիրում, կա մի գեղեցիկ հետաքրքիր խոսք, շատ հին պապական գալիս է, այսինքն, եթե դու 12 ոչ բոլորին եմ ասում, համենայն դեպս ովքեր անկեղծ են, բայց 12-ների մեջ շատ ոչ անկեղծ մարդիկ կան, որ իրենց շրջապատի հետ, բոլորի հետ շատ կեղծավոր են, անկեղծ չեն, և հենց դա պատճառ է հանդիսանում, այսինքն դուք չեք օգտագործում ձեր դրական կողմերը, թվերը, այլ օգտագործում լրիվ բացասականը, այդ դրա համար 12-ների մեջ կան բավականին շատ աղքատներ, որովհետև եթե դուք անկեղծ չեք, սովորեք միայն ստանալ, ունատ գալ և այլը, մի հետաքրքիր բան ասեմ, որ տիեզերքն ունի օրենքներ, ոչինչ ձեզ չի տրվում, եթե դուք ոչինչ դրա համար չեք արել, ցանկանում եք մի բան ստանալ, դուք դրա համար պետք է վճարեք, դա տիեզերքի օրենքներն են, և եթե դուք ձեր շրջապատում ոչ բոլորի հետ եք անկեղծ, և դա ամոթ է, շատ պարզ զգացվում է, սիրելի 12-նյակներ, ոչ մեկին չեք կարող հիմարացնել, մեկը ձեր էգոն է և երկուսը դուք նաև կարող եք ուրիշի միջոցով մանիպուլյացիա անելով փորձեք հասնել ձեր նպատակներին, բայց դա